Գասպարյաններ, ազգանուն, որ կրում է սերնդի ոգին ու պայքարի թափը, ազգանուն, որի վրա հպարտությամբ կարելի է հենվել, ազգանուն, որի արձագանքը դեռ հնչում է քամիների մեջ։ Առաջնորդը Ռուստամ Գասպարյանը, ժողովրդի սև հովազը, ծնվել էր առաջնորդելու համար։ Նրա աչքերում մոլեգնում էր ազատության բոցը և սրտի ամեն զարկը հարվածում էր հայրենի հողի համար։ Ռուստամը հզոր էր, խելացի ու անզիջող։ Նա չէր ուզում ուղղակի ապրել, ուզում էր ապրել ազատ։ Ռուստամի կողքին ամուր կանգնած էր իր հարազատ եղբայրը, Սերոբ Գասպարյանը։ Սերոբը միասնության և ուժի մարմնացում էր, նա Ռուստամի աջ ձեռքն էր, նրա ամենածանր օրերի հենարանը։ Սերոբը կռվում էր եղբոր երազանքի համար, իր արյունով պաշտպանում էր նրանց կերտած երազը։ Ռուստամը նաև հայր էր երկու քաջերի, որոնց անունները պիտի փառքով հիշվեն՝ Ռաֆո և Ռոման։ Ռաֆոն, Ռուստամի ավագ որդին, իր կրծքով էր կանգնում ազատության ճամփին։ Նրա մեջ հոսում էր թե Սերոբի քաջությունը, թե հորդոբունությունը։ Ռաֆոն դարձավ նրանց պայքարի առաջամարտիկը, իր անվախությամբ և քաջությամբ։ Ռոմանը, Ռուստամի միջնեկ որդին, դեռ երիտասարդ է, բայց արդեն ժառանգել է գերդաստանի ուժն ու հպարտությունը։ Նա մանկուց մեծացել է հերոսության պատմությունների մեջ և վաղուց պատրաստ է իր անունը գրել Գասպարյանների փառավոր շարքում։ Սերոբի ամենահավատարիմ տղաներն են Արան և Էմոն։ Արան խորախոհ և անվախ, Էմոն կրակոտ ու նվիրված, ապրում են Սերոբին ծառայելու միակ մղումով։ Նրանք նրա աջ ու ձախ թևերն են, առանց որոնց Սերոբի պայքարը թերի կլինի։ Արայի և Էմոյի սրտում Սերոբը չէր պարզապես առաջնորդ, այլ սուրբ գաղափար, արժանապատիվ կյանքի ու ազատ հայրենիքի խորհրդանիշ։ Երբ Սերոբին ձերբակալեցին, ողջ ժողովուրդ հաղմկեց, աղաղակները միավորվեցին մի կոշի մեջ՝ ազատություն Սև Հովազին, ազատություն Սերոբ Գասպարյանին։ Ավանդական երգերի պես էին հնչում այդ բառերը, տարածվելով լեռներից մինչև դաշտեր։ Ռուստամը, Ռաֆոն, Ռոմանը, Արան, Էմոն, նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր սրտի վերջին զարկով կռվել Սերոբի ազատության համար։ Իսկ Սերոբի անունը դառնում էր դրոշ, որը կրում էին հպարտությամբ, քամիներից բարձր պահած։ Գասպարյանները մի գերդաստան չէին միայն, նրանք հավատ են, պայքար են, սեր են դեպի հողը, ժողովուրդ, ազատությունը։ Նրանց ոտնաձայները դեռ հնչում են, նրանց պատմությունը դեռ շարունակվում է։